Ողջույն բոլորին, այսօր կաշխատենք tuple-ի վերագրում ու tuple-ի վերագրում 2 վարժությունների վրա։ Իրանք ընտրովի տարբերակներով վարժություններ են, եկեք նայենք թե ինչ են ասում։ Ունենք այս հայցը հավասար է 190-170 tuple-ը ու ստեղ ասում ենք հայցի առաջի էլեմենտին հավասարեցրու 190։ Հարց առաջանում ինչ կլինի ելքը։ Գուցե մտածենք, որ դե հայց 0 էլեմենտն է, սա առաջի էլեմենտն է, սա պետք է 190 դառնա, այսինքն այս է պատասխանը։ Բայց եթե հիշենք tuple-ների են էական մասը ինչու՞մ է կայանում, կայանում է նրանում, որ իրանց չի կարելի փոփոխել։ Իրանք immutable օբյեկտներ են, չփոփոխվող օբյեկտներ են։ Դրա համար սա իրականում կհանգեցնի սխալի։ Ճիշտ պատասխանը սա է։ Գնանք հաջորդ խնդրին։ Ահա Ստեղ է գրած է, որ ունենք այս երկրորդ էլեմենտը փոփոխվել է լիստով, ցուցակով։ Ու ասում է հայց 1-ի 0-ին հավասարացրու 230։ Առաջի տպավորությունը կարելի լինի, որ դե նախորդ խնդիրն այլի կարելի ասել նույն վերագրում չի կարելի անել, ուրեմն հանգեցնում է 0-ի։ Բայց եկեք մի հատ ուշադիր լինենք։ Ստեղ որ ասում է հայց 1, եկեք նայենք տեսնենք սա որ էլեմենտն է։ 190, 200 այս է, այս մեր լիստն է։ Ինքը ասում է, այս մեր լիստի 0-րդ էլեմենտ, այսինքն այս 200-ը, փոխի դարձրու 230։ Tuple-ի էլեմենտներին չի կարելի փոփոխել, չենք կարող ասենք, որ դու այս լիստն էիր, հիմա դառի մի հատ ուրիշ ինչ-որ ուրիշ լիստ։ Տենց չենք կարող ասենք։ Բայց եթե tuple-ի էլեմենտը նենց էլեմենտ է, որ կարելի է փոփոխել, այդ դեպքում արդեն կարանք իրան գանք կպնենք ու փոփոխենք։ Լիստը դա փոփոխվող տվյալների տեսակ է, ինքը mutable է։ Իրան կարանք փոփոխենք։ Սա կարաք պատկերացնեք, որ tuple-ը ոնց որ դարակներ լինի, այդ դարակի մեջ տենց տարբեր թղթիկներ դրած լինի, ու թղթիկի վրա կարանք գրենք, կարանք ինչ-որ բան ջնջենք, ու գրած լինի նաև ինչ-որ ֆիքսած բաներ, օրինակ թիվ է գրած ուղղակի։ Հիմա եթե բռնենք այդ թղթիկը, tuple-ը ասում է, որ այդ թղթիկը չեն կարող վերցնենք, ուրիշ թղթիկ դնենք իր տեղը։ Բայց այդ թղթիկի վրա կարանք ինչ-որ բան ավելացնենք, ոնց որ քանի դեռ դարակից չենք անում ուղղակի թղթիկի վրա հենց փոփոխություն անում ենք, օքեյ է։ Python-ը դրանից չի բողոքում, tuple-ը դա թույլ տալիս է։ Իմի բերելով, հենց tuple-ների էլեմենտները իրանք իրանցով չի կարելի փոփոխել, բայց եթե tuple-ի էլեմենտը նենց էլեմենտ է, որ թույլ է տալիս փոփոխություն, mutable օբյեկտ է, ապա իրան կարելի է փոխել։ Այս խնդրի պատասխանն էլ լինելու է այս երկրորդը։ 190 նույն ձև մնում է, երկրորդում ես առաջինը դառնում է 230, այսինքն 230, 220, 250 ու 180։ Ճիշտ պատասխանն է 2։ Ինչ հանդիպում։